Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից, այսօր փետրվարի 9 է 2026 թվական, թիվ 1 իրադարձությունը Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելությունն է Հայաստան, նայենք ինչ էր սպասվում և ընթացքում նախ պատկերայարկ է հանդիպումներ դրանց մասին այսօր չենք խոսի, որովհետև մի հատ հասկանանք ընդհանրապես ինչ ենք ակնկալում իր այցելությունից, որովհետև այդ հանդիպումների ժամանակ չի ավելի շատ բան բացահայտվում, քան հետո տողատակերով կամ հետագա հայտարարություններով։ Ուրեմն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-ից 10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան փետրվարի 10-ից 11-ը։ ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան։ Սա նաև նրանց համար, ովքեր ասում են, որ Ադրբեջան չի գնալու, գալու է միայն Հայաստան, սկսեցին բացատրել, որ մենք ենք տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն ու բարեկամ, այ տեսեք Ադրբեջանը հեչ, հետո կգնա Ադրբեջան, ում համար էր այդ ամեն ինչը, հարգելիներս։ Այդ սպասումները ավելորդ, որ առաջացնում եք, հետո դրա տակից ո՞նց եք դուրս գալու։ Լավ հասկացանք, դեմը ընտրությունները Նիկոլ Փաշինյանի սազանդարները պետք է ցույց տան, որ Դոնալդ Թրամփի համար գործընկերը Հայաստանն է, դե Հայաստանն ինչ, Փաշինյանն է, բայց լավ եք էլի։ Այդ մարդը գալիս է ստեղ ունդեղ հարցեր ունի քննարկելու։ Բացի դրանից, ավելորդ սպասումներ նաև առաջացնում են ռուսամետ գործիչները։ Նամակներ գրում Վենսին, չգիտես ինչ քաղբանտարկյալների հետ կապված եւ այլ։ Իհարկե որ Վենսին կարելի է դիմել մարդիկ, ովքեր գտնում են, որ Հայաստան աշխարհի ամենահզոր երկրի փոխնախագահն եկել է դիմել նրան այս կամ այն խնդիրներով, դա հասկանալի է։ Անկախ նրանից ինչ լուծում կգտնվի։ Առավել ևս որ Դոնալդ Թրամփը ինքը խոստացավ հրապարակային, որ այո 23 հոգի կա ադրբեջանական բանտում ու անգամ ասեց ես ինքս կխնդրեմ Ալիևին, որ բաց թողի։ Այսինքն հիշում եք այդ ամեն ինչ, այսինքն կարելի է սպասելիք ունենալ, Ջեյ Դի Վենսին ասել ոնց որ թե բան էիք խոստացել, բայց ռուսամետ գործիչները Վենսից ինչ են սպասում։ Դուք նամակ գրեք Ռուսաց թագավորին, նամակ գրեք Լենինի դամբարանին, նամակ գրեք նախագահ Մահին, որը տալ իր ժողովրդին 1.5 միլիոն կոտորել է եւ շարունակում է կոտորել։ Դուք ինչ ունեք Վենսի հետ։ Այդ ուզում եք ասեք, բայց է ձեր Ամերիկան, որ այդ ամեն ինչը չկատարեց։ Բա նոյեմբերի 9-ով շատ հարցեր կար, որ պետք է Ռուսաստանը կատարեր։ Բա ասում եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է։ Բա որ փաստաթուղթն ուժի մեջ է, դուք էլ դրա ջատագովն եք։ Բա դիմեք Ռուսաստանին, թող Պուտինը գոնե դա անի, բերեք մտցրեք աշներս, ասեք, այս տեսակը մի Պուտինն արեց, ոչ թե Տրամփը կամ Վենսը։ Այսինքն այդ ամեն ինչը ստեղծում է մի բանի համար, որ հետո հիասթափություն առաջացնի։ Տեղից էլ այդ սպասումները շատ մեծ է գեներացվում, նաև իշխանությունների կողմից, որտեղ նախընտրական process-ը, ասեն տեսակ Ամերիկայի փոխնախագահ եկավ Հայաստան։ Իհարկե դա շատ լուրջ իրադարձություն է, դրա մասին չի խոսքը, բայց այդ իրադարձությունն իրանց վրա քաշելու համար եմ ասում։ Հայաստանի կառավարությունից հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ Ուշավենսի հետ փետրվարի 9-ից 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, այսօր երեկոյան տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ Դե արդեն նոր հայտարարություն եղավ, որ ԱՄՆ փոխնախագահը Ջեյ Դի Վենսը արդեն ժամանել է Հայաստան։ Դրա համար հանգիստ թողնենք իրան եւ հասկանանք ի վերջո մենք ինչ ենք ակնկալում։ Նախ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ կապված, երբ որ տարածվեց, որ աննախադեպ անվտանգային հարցեր են, նախապատրաստական աշխատանքներ են տարել եւ այլ, չգիտես ինձ արտառոց ներկայացնում, չգիտեմ դրա զարմանալը որն էր։ Գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, որը ցանկացած բայի պոտենցիալ նախագահ է։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն շատ մեծ ֆունկցիաներ չունի։ Բայց նրան ներկայացում է ուղիղ այնքան պահանջ, ինչքան նախագահին, որտեղ եթե նախագահը հրաժարական տա, եթե նախագահը մահանա, եթե նախագահային impeachment-ի ներկայացնեն, փոխնախագահը ավտոմատ կերպով դառնում է նախագահ ու չի դառնում նախագահի պաշտոնակատար,
մինչև նոր ընտրություններ, այլ դառնում է նախագահ մինչև այդ ժամկետի ավարտը, նախագահի ժամկետի ավարտը։ Դրա համար նրան ներկայացում են նախագահին վայել պայմաններ ու պահանջներ, բա ինչ էիք ուզում, պոտենցիալ նախագահը Հայաստան է գալի, ուզում էիք անվտանգության հարցեր չլուծեին։ Այնպես որ դա չգիտեմ ինչի համար է ներկայացել, բայց մեկ ուրիշ խնդիր կա։ Ակնհայտորեն նաև փորձ է արվում ցույց տալ, որ J.D. Vance-ը դա ապագա նախագահն է Միացյալ Նահանգների, այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, որ փոխնախագահը նախագահի հավակնություն բանեցրել։ Դե մի զարմանալու ոչինչ չկա, բայց արդյոք նա իսկապես ապագա նախագահն է Ամերիկայի Միացյալ Նահանգների, դա էլ հասկանանք, որովհետև դրա վրա կարող է հանկարծ կառուցվի ինչ-որ քայլեր, որ տեսեք գալիս է ապագա նախագահը, եթե հիմա հետը լավը լինենք, կա ինչ-որ շատ բաներ նայի Հայաստանի հետ կապված, կարող է հետագայում ինքը մեզ համար գործընկեր լինի։ Այդպես չի լինելու, չի կարող լինել, որովհետև նախ ասեմ, հավանականությունը, որ ինքը կարող է նախագահ դառնալ փոքր է, եթե հերթականը լինի Տրամպից հետո։ Հա, եթե Տրամպը ինչ-որ առիթով որոշի, որ ավելի շուտ դրախտ գնա մինչև պաշտոնավարման ավարտը, կարող է նա դառնա նախագահ, դա բնական է ավտոմատ ձևով, բայց չեմ կարծում, որ Դոնալդ Տրամպը նման մտադրություններ ունի։ Եթե իհարկե impeachment կլի եւ այլ եւ այլ։ Այսինքն դա ուրիշ հարց է, բայց ասել ենք, որ եթե Դոնալդ Տրամպը ձախողվի, Վենսը շանս չունի հաջորդ փուլում հաղթելու։ Դրա համար ասել, որ ինքը ապագա նախագահն է, Ամերիկայի ընտրողի համար փոխնախագահ առանձնապես կարևոր ֆիգուր չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխնախագահին կարևորում են ժամանակ, երբ որ կարևորում են նախագահին։ Այսինքն եթե գոհ է նախագահի աշխատանքից, ու նա եղել է նրա աջ թևը, ու նա եղել է նրա համար լավ գործընկեր, դաշնակից, սերտ կապեր ունեն եւ ասել է, որ նրա աշխատանքը շարունակում եմ, քանի որ սահմանադրությունը թույլ չի տալ 2 ժամկետից ավել, փոխնախագահը դարձել է նախագահ, լինում է նման դեպք։ Բայց այնպես որ ասենք փոխնախագահը ուղղակի տենց անմիջապես կարող է նախագահ դառնալ նրա վարկանիշը շատ, դա այդպես չի, որովհետև եթե Դոնալդ Տրամպը ինքը ձախողվի իր քաղաքականության մեջ, բա ոնց պետք է իր փոխնախագահն ասի շարունակում եմ այդ ծրագիրը։ Անկամ հանրապետականները primary-զով կուսակցության ներսի ընտրություններով չեն առաջադրի փոխնախագահին։ Այո, որպեսզի net չլինի, որ մարդիկ ասեն, բա ինչա ժամանակին չի եղել, որ փոխնախագահը անմիջապես դառել է նախագահ, եղել է։ Հանգիստ թողնենք հիմնադիր հայրերի տարբերակը, ոչ թե հանգիստ թողնենք ասենք, բայց ասենք, որ դա բնորոշ չի է ամեն ինչին։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի օրոք փոխնախագահ եղել Ջոն Ադամսը, որը նրանից հետո դարձել է նախագահ։ Ջոն Ադամսի պաշտոնավարման օրոք եղել է Թոմաս Ջեֆերսոնը, փոխնախագահ, հետո դարձել է նախագահ, երրորդ նախագահ։ Այո, եղել է նման բան, բայց դա շատ շուտ է եղել, դա այսօր ազդեցություն չունի։ Այո, եղել է, որ Ռոնալդ Ռեյգանը իր պաշտոնաթողությունից հետո նրա փոխնախագահը Ջորջ Բուշ-ավագը անմիջապես դարձել է նախագահ։ Այո, մի ժամկետով, որովհետև նա Ռեյգանի քաղաքական կապիտալի շարունակողն էր, բա ինչ էիք ուզում լինել։ Եղել է։ Իսկ Ջո Բայդենը եղել է մի հատ ընդմիջումով, փոխնախագահը նախագահ, այսինքն անմիջապես չի եղել։ Ռիչարդ Նիքսոնը երկու ընդմիջումից հետո է դարձել նախագահ, 2 ժամկետ ընտրվել, հետո impeachment-ի պատճառով իհարկե հեռացել է 2 ժամկետի կեսից։ Բայց նա էլ այդ ոնց եղավ, որ նրան հաջողվեց տենց հաղթանակ տանել 2 ժամկետ, որովհետև նա եղել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ, դու այդ Էյզենհաուերի փոխնախագահ 2 ժամկետ։ Բանակի գեներալ, անգլո-ամերիկյան զորքերի հրամանատար, որը ափիչավ Նորմանդիայում 1945 թվականի հունիսի 6-ին։ Իհարկե, խնդիր առաջացավ Էյզենհաուերի նկատմամբ, դա լեգենդար անձնավորություն էր, խնդիր առաջացավ Էյզենհաուերի նկատմամբ, որ 1960 թվականի մայիսի 1-ին, հիշում եք, Պակիստանի Փեշավար քաղաքից հետախուզական ինքնաթիռը U-2-ը եկավ Ուրալի վրա խփեցին, սկանդալ եղավ, Ֆրենսիս Ջերի Պաուելսի վերցրեցին Պաուերսին, բանը արդեն բանտարկեցին, հետո փոխեցին
ավելի հետախույզի, բայց այդտեղ ահագին տուժեց Էյզենհաուերի վարկանիշը, բացի այդ էլ ինքը մեկուսացման քաղաքականության կողմնակից էր, սառը պատերազմի շատ ագրեսիվ բաներ արեց, դրա համար չհաջողվեց փոխնախագահային անմիջապես հաղթի ընտրություններում եւ պարտվեց Ջոն Քենեդուն, բայց դրանից հետո մարդիկ հիշում էին Էյզենհաուերին, որոշ ժամանակ անցավ եւ նրա փոխնախագահ Նիքսոնը ընտրվեց։ Ուզում եմ ասեմ, որ մեծ սպասումներ պետք չի ունենալ, որ եկել է Ամերիկայի ապագա նախագահը, որովհետև մանավանդ հիմա այսպիսի մի բան էլ նայենք, շատ բաներ մենք հիմա ուղղակի կապում ենք Թրամփի հետ, բայց ասում ենք Թրամփը գնացող է, չէ՞, եւ մեկ էլ 2026 թվականի նոյեմբերի 3-ին, որ տեղի է ունենալու Սենատի 1/3 ռոտացիան, այսինքն 6 տարին մեկ ընտրությունների ժամանակ 2 տարին մեկ 1/3-ով թարմացումը, դա թարմացում չասենք ռոտացիան, որ ընտրություններն անում փոխվում է եւ մեկ է ստորին պալատի ընտրությունները նոյեմբերի 3-ին 2 տարին մեկ է ժամկետը լրացել է։ Այսինքն կարող է նոյեմբերի 3-ին պարզ դառնա, որ Դոնալդ Տրամփը այլևս մեծամասնություն չունի։ Իսկ եթե ինքը մեծամասնություն չունենա, անգամ հանրապետականները պետք է մտածեն, որ այդ ձախողումը վերագրվում է Թրամփին։ Դրանից հետո մտածել, որ Ջեյ Դի Վենսը կկարողանա որպես այդ քաղաքական կապիտալի հետևորդ ինքը կարողանա առաջադրվի, հավանականությունը փոքր է։ Դե կյանքը ցույց կտա հիմա ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ուղղակի ես իմ կարծիքն եմ ասում, որ հանկարծ մեծ սպասելիքներ անձից եւ մեծ սպասելիքներ, որ ինչա տեղի ունենա, ի վերջո խոսքը ինչին է վերաբերում Հայաստանի հետ ծրագրեր ուշադրություն դարձնենք։ Դոնալդ Տրամփը այսօր որտեղ որ ծրագրեր ունենում է, բավական ակտիվ ու ագրեսիվ ձևով ասում դա պետք է Ամերիկային։ Նույնիսկ եթե անձնապես Իրանն էլ է պետք, ներկայացնում է որպես Ամերիկային։ Ու այնպես չի, որ իր ցանկացած բան որ ուզել է, բոլոր տեղերը դիմադրության է հանդիպել։ Բոլոր տեղերը։ Դա լինի Պանաման, լինի Գրենլանդիան, լինի Կանադան, լինի Մեքսիկան, լինի Կուբան, նույնիսկ Վենեսուելան, դե եթե չար գրավեր տաներ պահեր այդ մարդուն, էլի նրանք պատրաստ էին դիմադրել, ուղղակի ռուսական զենքը չդիմացավ։ Այսինքն այնպես չի, որ մենք ասենք տեսակ, եթե ինքը մեզ ընտրել է, ուրեմն մենք իր անգերն ենք։ Ինքը ընտրում է իր շահերը։ Իհարկե շատ մեծ հաջողություն կլինի, որ մեր շահերը համընկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերտերության շահերի հետ, իհարկե շատ մեծ առավելություն դա կլինի, բայց քանի որ այդ շահերը հիմա Ամերիկայով չի պայմանավորված, այլ նրա նախագահ Տրամփով, որը ներկայացնում է Ամերիկան, իսկ իր ծրագրերը որպես կանոն բիզնես ծրագրեր են, նա ասում է, ես հարգում եմ ուժեղներին, նա սիրում է դիկտատորներին, իր համար հաղթած մարդը Ալիևը, դիկտատորը Ալիևը, գիտե այսօր էլ կա, վաղն էլ կա, կարա հետը բիզնես անի, դա Պուտինն է, դա Կիմ Չեն Ընն է, դա Էրդողանն է, մենք գիտենք այդ մարդը ում է ընտրում։ Այսինքն մեծ սպասելիքներ ունենալ, որ Հայաստանը բիզնես հետաքրքրություն պետք է ներկայացնի, որ ավելին պետք է լինի, քան Ադրբեջանը, առնվազն ամոթ է, ժողովուրդ ջան։ Իմաստը որն է։ Այսինքն այն ինչ որ մենք ակնկալենք, բերեք իրատեսական բան ակնկալենք, որ հետո հիասթափություն չապրի մեր ժողովուրդը, էլի։ Կար ժամանակ հետո ասեք, բա ժողովուրդ, բա այդ ինչ էիք ներկայացնում։ Իհարկե Ամերիկան, որ մեր գործընկերների էլ դրանից ավելին չենք ուզում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Տրամփի քաղաքականությունը այդպեսին չի։ Դա համար պետք է շատ ուշադիր լինել, ավելին չսպասել, բայց եւ զգոն լինել, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը թե ինչ կլի Ռուսաստանի հետ ու Իրանի հետ, ուղղակիորեն առնչվում են նաեւ մեր երկրի։ Այնպես որ իրանք իրենց քայլերը կանեն, կպայմանավորվեն, Ադրբեջան կգնան, ընդեղ էլ կհանդիպեն, հետո մենք բարբերաբար դրան կանդրադառնանք։ Վենսը չգարել, մեկը անդրադառնալու ենք այդ հարցին։ Եվ հիմա հարց էին տվել էկոնոմիկայի նախարարին Հայաստանի, ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որ կարող են մաքսատուրքեր սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այդ հարցը միանշանակ կքննարկվի փոխնախագահ Վենսի Երևան այցելության ժամանակ։ Մոտարապես $50 միլիոն արտահանում ենք ունեցել նախորդ տարի ԱՄՆ-ի հետ եւ այդ ապրանքները իրենց մրցունակությունը կկորցնեն, եթե մաքսատուրքը 10-ից դառնա 25, բայց ես գոնե մամուլից եմ իմացել դրա մասին, էկոնոմիկայի նախարարությունը որևէ բան չի ստացել ԱՄՆ-ի կողմից։ Ուրեմն հարց նախ
Հարցը դե մենակ նա չի, որ 10%-ը 25 կդառնա կամ մոտարապես $50 միլիոն արտահանում է, այդ արտահանումը կարող է տուժել կամ ուրիշ տեղ արտահանել։ Հարցը նա է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփը ասի, որ պատժամիջոց պիտի սահմանվի, պատիժ պիտի սահմանվի եւ սահմանվում է Հայաստանի վրա, դա քանակական խնդիր չի, դա որակական խնդիր է, հաշվի առնելով Դոնալդ Թրամփի ընդհանրապես բնավորությունը այդ հարցում ոնց թե դուք ինձ չհարգեցիք, դա կարող է ուղղակի ծանր հետևանքներ ունենա Հայաստանի համար։ Ու շատ զարմանալի է, որ էկոնոմիկայի նախարարն ասում է, մենք նամակ Ամերիկայից չենք ստացել, եւ շատ զարմանալի է, որ ինքը մամուլից է այդ մասին իմանում, եթե մամուլից գոնե իմացել ես ու տեսնում ես, որ հրամանագիր կա, ու այդ հրամանագրում հաթաթ պետությունները չի թվարկած, այլ գրած է նրանք, ովքեր առևտուր կանեն Իրանի հետ, պարզ չի, որ դա վերաբերվում է Հայաստանին։ Բա դուք ինչին եք սպասում, որ ճշտեք։ Ենթադրենք Վենսներու Հայաստան չէր գալի։ Բայց հրամանագրի մասին քանի օր առաջ մենք խոսել ենք, որ դա նորություն չի։ Այսինքն մեր էկոնոմիկայի նախարարին դա չի անհանգստացել, որ կարող է մենք հայտնվենք սանկցիայի տակ, ինչ ասում, դե Ամերիկայից փաստաթուղթ չենք ստացել։ Եթե փաստաթուղթ նույնիսկ չես ստացել, բայց հրամանագիրը պաշտոնական իրանց էջում կա, ու դա քեզ չի մտահոգել, որ կանխարգելիչ քայլեր անեք, որ խնդրի մեջ չհայտնվեք։ Հիմա այդ դեպքում հարցը, բա ասում ենք ձեզ մի կոտորեք Իրանի հետ, այնց ակտիվ բաներ անեք, որ հետո Ամերիկան ասի, ինչ խաղեր եք տալի։ Իրանն էլ ասի, ինչ խաղեր եք տալի։ Հարգեն երկու կողմն է ձեր ակտիվ չեզոքությունը։ Ոչ թե նման խնդիր առաջանա։ Անդրադառնալով Թրիփ նախագծին, Պապոյանն ասել է, Թրիփը արդեն գնացել է, այլևս ոք չի կարող խանգարել Թրիփին։ Թրիփին ոչ մեկ դե չի էլ պատրաստվում խանգարել, կամ այդ ինչով պետք է խանգարել։ Թրիփը կարող է պարզապես Թրամփի ծրագիրը այդքան էլ ժամանակացույցով ու արդյունավետ տեղի չունենա, որը բխի Հայաստանի շահերից։ Այդ դրա մասին է խոսքը։ Այո, քարոզչական նպատակի համար շատ հարմար է, բայց շարունակությունը նայենք, հարց է տալի լրագրողը։ Դիտարկման է, թե Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ Թրիփում, Պապոյանն ասել է, Թրիփում երկու կողմ կա՝ ԱՄՆ եւ Հայաստան։ Հետո գիտենք երկու կողմ կա, բայց հարց է ծագում, այդ երկու կողմը որ կա, պայմանավորվածություններ չկա, որ երկուսի համաձայնությամբ լինի երրորդ կողմ։ Մարդիկ ասում են, առավոտից իրիկու Ռուսաստանից ասում են, մենք կքննարկենք Թրիփին միանալու հարցը։ Չեն ասում մենք դիմել ենք, որ միանանք։ Չեն ասում մենք ուզում ենք, որ միանանք։ Դուք չեք լսում մարդիկ ոնց են ներկայացնում։ Մենք կքննարկենք նպատակահարմարությունը, այսինքն իրանց առաջարկվել է Թրիփին միանալ։ Ու իրանք քննարկում են միանալ թե չէ։ Այդ դեպքում հարց, Թրիփը երկու կողմ ունի՝ Հայաստան եւ Ամերիկա։ Բա ով է իրանց առաջարկել, որ իրանք քննարկում են։ Կամ Հայաստանը, կամ Ամերիկան։ Եթե Ամերիկան ասի, թող Ռուսաստանը մասնակցի, Հայաստանը դեմ ալնելու, ռիսկ անելու ասի, չէ։ Ստե խնդիրը ուրիշ է։ Եթե Հայաստանի վարչապետը կատեգորիկ ձևով դեմ է, որ Ռուսաստանը մասնակցի, ու ասում է երկու կողմի համաձայնություն, ու անընդհատ այդ հարցը Ռուսաստանը պաշտոնական մակարդակով ասում է կքննարկենք, մի օր թող կանգնի ասի, որ ժողովուրդ ջան, մենք դեմ ենք, որ Ռուսաստանը մասնակցի։ Տեղից էլ նոյեմբերի 9-րդ կետի հետ կապված Ռուսաստանի հետ խնդիրներ առաջացավ, իրանք անընդհատ համառորեն պնդում են, որ 9-րդ կետը դեռ ուժի մեջ է, որպեսզի ընդհանրապես թեման փակենք, բերեք ասենք, որ մենք չենք համաձայնվելու Ռուսաստանի մասնակցությանը։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն ասեց, Ադրբեջանից Հայաստան երկաթգծի այդ հատվածները, որը չի գործում, Հայաստանից Թուրքիա, որը չի գործում։ Դրանք էլ Ռուսաստանին ասել ենք արի սարքի, որպեսզի դու մասնակից լինես դրան կոնցեսիոն պայմանագրով դա վերցնես քու վրա, այդ պայմանագիրն էլ քանի որ նախատեսում են երկարացնել, այսինքն նշանակում է Ռուսաստանը նոր ֆունկցիա ենք տալիս։ Ու հա եթե իրանք չանեն, նոր Հայաստանի իշխանությունները կանեն։ Իսկ եթե իրանք արեցին, այսինքն Հայաստանը երբեք վարչապետի մակարդակով չի ասել, որ մենք դեմ ենք, որ Ռուսաստանը մասնակցի։ Ինչի եք ամեն անգամ Ռուսաստանի պաշտոնյաները ասում, մենք այդ հարցը կքննարկենք։ Ում հետ պետք է քննարկենք, եթե մենք դեմ ենք։ Բա դուք չեք մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ հրապարակային դրա մասին բաներ է քննարկել, որ նրանք պատասխանում են դրան։ Ոչ թե ասում են, այլ պատասխանում են։
Դե փարատեք մարդկանց կասկածները, որ իսկապես Ռուսաստանը չի կարող մասնակցել։ Ու հետ պետք էլ չի, որ ասե դե ինչ անենք հիմա Տրամպը ուզեցավ Ռուսաստանն լնի ինչ որ դե գործարքների մեջ էր, մենք էլ չէինք ասելու մեր ռազմավարական դաշնակիցն, պետք չի Տրամպի վրա գցել։ Դուք ասեք, դուք դեմ եք, հիմա ասեք, մինչև Տրամպի ասելը։ Եվ ազնվորեն կանգնեք ասեք Ժորժ ջան, տեսակ մենք ասենք մենք դեմ ենք, բայց դե Տրամպը պարտադրեց, մենք էլ ստիպված համաձայնեցինք, ինչ անեինք որ։ Բայց տենց չի։ Դուք Ռուսաստանին ասում եք արի մասնակցի, Հայաստանը ասում եք այ մարդ դե ինչ են ուզում, ասենք գնացեք էլի ստեղից, մենք ձեզ չենք ուզում, ում եք խաբում Ժողովուրդ ջան։ Եթե դուք հստակ ասեք, որ մենք կատեգորիկ որոշել ենք, որ երրորդ կողմ չի լինելու, ընդհանրապես թեման կփակվի։ Բայց դուք թեման բաց եք թողել։ Եթե երկու կողմով համաձայնում են, երրորդ կողմ էլ կլինի, չորրորդ էլ կլինի, հինգերորդ էլ կլինի։ Վերջ։ Դա նշանակում է հարցը փակված չի։ Մարդիկ էլ հարցնում են, հնարավոր է Ռուսաստանը լինի։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հարավային Կովկաս կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանը նախատեսում են փետրվարի 19-ին մեկնել Վաշինգտոն մասնակցելու Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Դրա մասին դե մենք նախապես խոսել էինք, բայց սա ադրբեջանական կողմից են նորից տարածում, որ այսինքն նաև ցույց տան, որ հիմա աշխարհում դիտարկում են որպես սիամական երկվորյակներ, էլի Ադրբեջանի նախագահային Հայաստանի վարչապետին, չնայած քաշային կատեգորիաները տարբեր են, չնայած հետաքրքրությունները Ադրբեջանի նկատմամբ ու Հայաստանի նկատմամբ տարբեր են, Հայաստանը մի շանս ունի, որը չունի Ադրբեջանը, հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության, որ իր քաշային կատեգորիան դնես մի կողմ, որովհետև եթե դու դառնում ես Եվրամիության գործընկեր, իսկ ինքը մի հսկայական համակարգ է, այնտեղ չեն նայում ով է ուժեղ, ով է թույլ։ Այնտեղ նայում են, որ դու մի հատ մեծ համակարգի լիիրավ անդամ ես։ Եթե այսօր էլ լիիրավ անդամ չես, ապա այդ ճանապարհը բռնել ես։ Քանի դու Ռուսաստանի հետ ես գործընկեր, միշտ էլ Ադրբեջանը դիտարկվելու է ավելի շահեկան գործընկեր, թե Ռուսաստանի համար, թե Թուրքիայի համար, թե Ամերիկայի համար, անգամ Եվրոպայի համար, եթե դու դեպի Եվրոպա քայլ չես արել։ Դու մի շանս ունես։ Որևէ մեկը եվրոպական երկրներին չի ասում, վայ դա փոքր ես, դու քեզանից ինչ ես ներկայացնում։ Ասում գիտես ինչ եմ ներկայացնում, 480 միլիոնանոց շուկա է։ Այս շուկայի անդամ եմ, լիիրավ անդամ եմ։ Ռազմաքաղաքական տնտեսական տիրույթի անդամ եմ։ Անկամ ռազմաքաղաքականը շեշտում է, որովհետև տեսնում եք Եվրոպան իր անվտանգության համակարգի հարցն է լուծում։ Մնացած բոլոր դեպքերում, եթե որևէ մեկն ասում է, որ ինչ որ մի երկիր նախապատվությունը տալիս է Հայաստանին, դուք մի անգամից առանց նայելու գիտնականը, դոկտորա, իշխանությունը, падգամավոր ասեք սուտ ես ասում։ Չկա տես բան։ Դու ինչի անդամ ես, որ քեզ նախապատվություն տան։ Նույնիսկ դու եթե ՀԱՊԿ-ի անդամ ես, նախապատվությունը տալիս են Ադրբեջանին։ ԵԱՏՄ-ի անդամ ես, նախապատվությունը տալիս են Ադրբեջանին։ Մի շանս կա։ Եվրամիության անդամ ելնելու քայլ անես, այս համակարգը քեզ տեր կկանգնի։ Կռիվ կտա քո համար Ամերիկայի հետ։ Մենք չենք ուզում Ամերիկայի հետ կոնֆլիկտ ունենանք, որ կռիվ տա։ Շահերի պաշտպանության մասին ենք խոսում։ Մենակ փոքր պետություն քեզ չդիտարկեն։ Իսկ հիմա նայենք Թուրքիայի ակտիվությունը։ Հայ-թուրքական սահմանի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական ազնագիր ունեցողների համար հնարավոր բացումից առաջ կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Ալիջանի անցակետ է այցելել Իգդիրի նահանգապետը։ Մինչև վերջերս իհարկե խոսում են նաեւ նրա մասին, որ ուղղակի միայն դիվանագիտական ազնագիր ունեցողների համար անեն, բայց հիմա արդեն խոսում են նաեւ այնպես չէ, որ երրորդ երկրների հետ կապված չի քննարկվել, քննարկվել է, բայց հիմա դες տեմպը արագացնում են, իսկ տեմպը արագացնելու պատճառ պետք է լինի, չէ՞։ Նա պատասխանատուներին հրահանգել է արագ վերացնել արդեն արկա բաստողումները եւ արագացնել աշխատանքները, շեշտելով, որ բոլոր աշխատանքները պետք է կատարվեն որակյալ։ Նահանգապետը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես կօգնի ոչ միայն Իգդիրին, այլ ամբողջ Թուրքիայի արևելյան նահանգներին։ Հիմա երբ որ ինքս են ճոռոմ խոսացել է, բայց հիմա արագանում է դա։ Մի հատ հասկանանք, բա որ սա շատ կարևոր է Իգդիրի համար ու ամբողջ Թուրքիայի արևելյան նահանգների համար։ Բան չի չեք բացում։ Եթե դա ձեզ շահերից է բխում։ Հա, մոռացել էինք։ Ասում եք չենք բացի, մինչև Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմանները։ Մինչև վերջերս դա չեն ասել։
Նույնիսկ եթե դա իրանց համար շահեկանա, չեն կանի մինչև Հայաստանը բոլոր պայմանները, պահանջները չկատարի Ադրբեջանի։ Հիմա Հայաստանը Ադրբեջանի բոլոր պահանջները կատարել է, ոչ, չի կատարել, սահմանադրությունը դեռ չի փոխվել։ Բայց երբ որ իրան կարագացնում են, նշանակում է իրանք գիտեն, որ հանկարծ չասեք, էլի վեցը եկել է, հիմա կգնա Ալիևին կճնշի, Ալիևը պահանջներից կհրաժարվի։ Լավ էլի Ժողովուրդ ջան, մանկապարտեզի տարեքից կարելի է դուրս գալ, էլի։ Արդեն վաղուց ժամանակն է։ Թոշակառու մանկապարտեզ մի քիչ լավ չի այդքան։ Հա կարող է երեխեքի խելքի են, արդեն էդ էլ է հնարավոր, ասում են պապութոր մի խելքի են, էդ էլ է հնարավոր, բայց Ժողովուրդ ջան, դուրս գանք էլի այդ մանկապարտեզի տարեքը։ Հայաստանի համար ճնշում չի լինելու։ Մոռացեք։ Ուրեմն նշանակում է ինչ։ Նշանակում է Հայաստանը գնալու է զիջումների։ Հերթական։ Հիմա սպասենք, տեսնենք դա ինչպես պետք է լինի, որ Ադրբեջանին գոհացնի եւ հապշտապ նաեւ Թուրքիան մտածի ընտրություններից առաջ այդ քայլը անի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հետ կապված խնդիրներ չառաջանան։ Դրան էլ մենք ուշադրությամբ կհետևենք։ Ու մեկ էլ այն միամտությունը, որ ասում են Դոնալդ Տրամպը քրիստոնյաներին ընդունում, քրիստոնյաների հետ կապված քրիստոնեական պետություն եւ այլ շատ է ինքը կարեւորում, Ժորժ ջան, ես չգիտեի, որ նավթը քրիստոնեական պատկանելություն ունի։ Դուք կարող եք ասել նավթը ինչ պատկանել, որ կրոնական կոնֆեսիային է պատկանում։ Ուղղափառ նավթը, կաթոլիկա կամ ինչ է։ Մահմեդականա, ինչ է ընդհանրապես նավթը, ես չգիտեմ, նավթը ինչ է, ում է դավանում։ Դոնալդ Տրամպի քանի ինգեր գիտեք, որ քրիստոնյա չի։ Չգիտեք, քանի ինգեր կա, որ միապետություն է, բայց նավթ ունի։ Այնպես որ եթե իրան պետք կլինի, քրիստոնյաների իրավունքները կպաշտպանի։ Եթե այդտեղ ինքը ունի շահ, եթե չունի, ուղղակի այդ թեման կմոռանա։ Այսինքն դա որպես առաջի գործուն իրան հիշացնեք, որ գիտես, բա դու քրիստոնյաներին ուզում էիր պաշտպանես ու դա պատճառ դառնա, գիտեք, քանի հարյուրամյակ մենք տես միամտաբար կարծել ենք, որ կա քրիստոնեական համերաշխություն, որը մեզ կօգնի։ Պետք է մի քիչ ավելի լուրջ վերաբերվել ամեն ինչին։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանը, որը որ հիմա այս ակտիվ process-ների մեջ, նայում ենք թե ինչ խայտառակ վիճակ է նաև Ռուսաստանը պատերազմի հետ կապված, եւ մեկ էլ այնուամենայնիվ հիմա ի վերջո նա Հայաստանում ցանկանում է դերակատարություն ունենալ։ Ասում է, որ մեր ազդեցությունը չպետք է պակասի Հարավային Կովկասի եւ հետխորհրդային երկրների ավելի ծավալ ունեն, ասում, լուրջ մենք շահեր ունենք եւ այլ եւ այլ։ Հիմա էլ ստտրություններից առաջ, ինչպես տեսնում եք, ինչ պայքար է գնում ռուսական շահերը սպասարկելու համար։ Հիմա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Ռուսաստանն անկոլիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Սա խոսքը վերաբերում է հունիսի 15-ի հետ, օգոստոսի 15-ի հանդիպմանը Ալյասկայում եւ հիմա իրանք ասում են մենք ընդունել ենք Ամերիկայի առաջարկը։ Եթե մենք դրան մոտենանք տղամարդավարի, թասեբի ակցում, էլի, այսինքն Տրամպին ասում է դու տղամարդկություն չունես։ Այսինքն իր խոհարարը դուրս եկել Ռոստով, ինքը արդեն Կրեմլից փախել էր։ Ամերիկացի կասեն ընկեր մի փախի, լա սպասի այնգեր գնում այնտեղ միջուկային պայեստ է գրավում։ Այս խոհարարը լա հետ արի, լա սպասի մի հատ դեմն առնենք։ Զանգել էր Լուկաշենկոին, բուգը բռնել էր, խնդրում էր, ասում էր, խոհարարից համոզի, որ չգա Մոսկվան գրավի։ Դուք եք տղամարդկությունից խոսում։ Բայց վերջը թասիբի ակցում։ Եթե մենք դրա մոտենանք տղամարդավարի, ապա խնդիր պետք է լուծվի։ Պուտինը բազմիցս ասել է, որ այն ինչ նրանք ասում են Ուկրաինայում եւ Եվրոպայում, Ռուսաստանի համար նշանակություն չունի։ Այսինքն նշանակությունը մենակ Ամերիկայի հետ ունի։ Մենք հստակ տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծ մասի քարանձավային ռուսոֆոբիան շատ քիչ բացառություններով։ Այսինքն դու գնում ես մարդուն մորումանուկ վերացնում ես, նա իր աշկի առաջ տեսնում է, հայվանդանոցին ես խփում, բնակելի շենքին ես խփում, մարդկանց հիմա ամեն ինչով ճնշում ես, երեխաներին գողանում ես, տանում ես Ռուսաստան, այդ մարդիկ տեսնում են Եվրոպա այդքան ուկրաինացի է գնացել լծվել, բայց այդ մարդկանց հետ խոսում են, գիտեն, չէ, ինչ է կատարվում։ Այսինքն ռուսոֆոբիայի համար հատուկ պատճառ է պետք։ Ավելի մեծ ռուսոֆոբ, քան Պուտինն է, կա։
Դա նման ռուսներին կոտորում, այլ ռուսաֆոբին չէիք մանգալի։ Լավրովի խոսքով ԱՄՆ-ն առայժմ պատրաստ չէ ընդունել անկորիջում Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկները, մինչդեռ Ռուսաստանը պայծառ ապագա չի տեսնում ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Այսինքն ինքը հիմա հասկանում է, որ ինչ որ գնացին խափին Թրամփին, բերեց բանին ինքն էլ համաձայնվեց։ Հետո խնդիրները առաջացավ, որ ուզեցավ Ուկրաինային պարտադրի, Եվրոպան կանգնեց Ուկրաինայի թիկունքին, դա խնդիր առաջացավ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, թեպետ ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ պետությունը Միացյալ Նահանգներն է, բայց ի վերջո եվրոպական վարչապետը եղել է Նիդերլանդների Մարկ Ռյուտեն։ Նա էլ կանգնած պաշտպանում էր Եվրոպայի շահերը, մի նորություն չի դա։ Եվ այդ պարագայում ինչ առաջացավ նա, որ Դոնալդ Տրամփը հասկացավ, որ դա չի կարողանալու անել, նույնիսկ եթե կոմպրոմատների ճնշման տակ ինքը ստիպված բաներ խոստացել, բայց հիմա այդ կոմպրոմատներն էլ դուրս եկան, հիմա արդեն նենց չի, որ Պուտինի առավելությունը շատ մեծ է։ Այդ կոմպրոմատները արդեն Միացյալ Նահանգները հրապարակել է, այլևս Պուտինի այն ռումբը, որը անդադ ասում էր այդ ձգանը այս կքաշեմ, մի օղակը կքաշեմ, հայ հիմա այս կողմեկում արդեն այդ օղակը քաշած է ժողովուրդ ջան։ Վերջ։ Էլ ինչից որ պիտի Տրամփը վախենա, էլ արդեն վախենալու բան չունի, բոլորը գիտեն։ Իրան կներեն, չեն ների, իմպիչմենտի գնան, չեն գնա, արդեն այդ ամեն ինչը բացահայտված է։ Մնաց բիզնես հետաքրքրությունները, ինքը պետք է հասկանա, որ Պուտինը շանս չունի հավերժ մնալու, որ դու նախագահ չլնես, հետը բիզնես անես։ Վերջ։ Դրամ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հասկանում է, որ ինչքան էլ ինքը փորձի Պուտինին փրկի, իմ հայրենակից լորեցիները մի արտահայտություն ունեին, ասում են ոնց որ մեռելին գրել կա դնես, էլի, չի օգնի, ժողովուրդ ջան, չի օգնի։ Այդ մարդու վիճակը դա է։ Ընդունելով նրանց առաջարկը մենք կարծես իրականացրեցինք ուկրաինական հարցը լուծելու լիարժեք, լայն և փոխշահավետ համագործակցության անցնելու խնդիրը։ Մինչ այժմ գործնականում ամեն ինչ այլ կերպ է թվում, ասել է Լավրովը։ Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ և ըստ էության տնտեսական պատերազմ է մղում, ձգտելով դուրս մղել ռուսական էներգակիրները շուկաներից և ստիպել իր գործընկերներին գնել ամերիկյան հեղուկացված բնական գազ։ Ռուսաստանը բաց է մնում Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար, սակայն ամերիկացիներն իրենք են ստեղծում արհեստական արգելքներ, չշտապելով վերացնել Բայդենի վարչակազմի կողմից սահմանված սահմանափակումները։ Նոր գլխի ընկաք, որ Ամերիկայի նախագահի ստվերային պայմանավորվածությունները նա չի կարող կյանքի կոչի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Տրամփը տեղից կրակ դառնա, չի կարող դարձնի Հյուսիսային Կորեա։ Ուղղակի չի ստացվի, որ ինքը դարձնի։ Կարող է շատ է ցանկանում, կարող է տենչում է, բայց չի կարողանա դարձնի Հյուսիսային Կորեա։ Եվ ուրեմն դուք այն ինչ որ պայմանավորվել եք, ջրի երես է դուրս գալու։ Լուրջ պայմանավորվածությունը կոնգրեսը պետք է հաստատի։ Լուրջ պայմանավորվածությունները գործընկերների համար պետք է ընդունելի լինի։ Իսկ հիմա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահապորձը կատարվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Հիմա իրանք, որ ես ուզում են ասեն, տեսեք, ուկրաինացիք են վերացրել։ Դրանք մի կողմ դա հաստատ տենցա թե չէ։ Եթե դու ուզում ես ժողովրդին ինադի գցես, որ ասես մեր վրա հարձակվել են, ոտքի կանգնի, հայրենական պատերազմ, այս ինչ են անում այս ուկրաինացիները գնանք գրավենք, եթե դա իսկապես հայրենական պատերազմ էր, եթե դրանով պետք է հայրենիքը պաշտպանեին, դու չէիր դնի փող բաժանես, որ գնանք կռվեն։ Ու քեզ համար միևնույնն է փողով ով կկռվի։ Ով փողը կվերցնի կգնա կռվելու, քեզ համար հայրենիք պաշտպանողը իբր թե։ Եթե դու փողով տանում ես կռվելու, սա հակառակ ռեակցիա է ունենում, ասում եմ մարդ գործ չունենք։ Այս մարդիկ, որ դրած գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալին, այսինքն գրույ էլի հայտնի իրանց կառույցը պետի տեղակալին են վերացնում։ Չնայած նրանք կասկածում էին, որ Պրիգոժինի հետ կապ ուներ, Պրիգոժինի ժամանակ ինքը բանակցություններ էր վարում եւ Պուտինին դեմ բաներ էր ասում, կարող է իրանք վերացրած լինեն։ Բայց լավ դա էլ դնենք մի կողմ, եթե դուք վերացել եք գցում եք Ուկրաինացու վրա, դուք ձեր ժողովրդի վիճակը պատկերացնում եք։ Որ այսինքն ուկրաինացին երբ ուզում է Մոսկվայի մեջ էլ ում ուզում է ինչ գեներալի ուզում է այդպիսի պաշտոնյայի վերացնում է։ Դուք ուզում եք սարսափ տարածեք, թե ինադի գցեք գնան կռվեն։ Ով գնա կռվի։
Հա, մեր կողքու էլ համոզեցիք։ Այսօր է գրել է, որ այդ հայկական բատալյոնը գումարտակը Արբատը դրա հրամանատարը զոհվել է հատուկ ռազմական գործողությունների ժամանակ, որին էլ մեդալ էր տվել Պուտինը։ Անցյալ տարի ահաբեկչական գործողությամբ նախորդ հրամանատարին հանեցին օդ։ Մի տարի էլի փետրվար ամսին չէր։ Ում համար եք գնում կռվում ժողովուրդ։ Անգամ Ղազախստանը 900 մարդու դատել է, որոնց որ տարել են ուղարկել են Ռուսաստան կռվելու։ Ասում են չեք գնում Ռուսաստանի կողմից կռվելու։ Ասում են զորով են տարել ես կողմից զորով։ Գնացել եք, եկեք դատվեք։ Էսա ով է կռվում այնտեղ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հանկարծ Եվրոպան մեր դեմ պատերազմի պատրաստվելու իր սպառնալիքներն իրականացնի եւ սկսի հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, նախագահն ասել է, դա մեր կողմից հատուկ ռազմական գործողություն չի լինի, դա կլինի լիարժեք ռազմական պատասխան մեր ունեցած բոլոր միջոցներով։ Հիմա քանի որ իրանք պատերազմը դադարեցնելու ձևը չեն տեսնում, հիմա ուզում են ասեն ժողովուրդ ջան, մենք պատերազմը շարունակում ենք, մոբիլիզացնում ենք, որովհետեւ չենք կարա չանենք որովհետև Եվրոպան ուզում է մեր վրա հարձակվի, ոնց որ Ուկրաինան ասում էին, ուզում էր մեր վրա հարձակվի, մենք նախահարձակ եղանք։ Այսինքն Ուկրաինան ուզում էր հարձակվի Ռուսաստանի վրա։ Այդ հեքիաթին ով է հավատում։ Հիմա էլ դուք ուզում եք ասեք, որ դե Եվրոպան ուզում է մեր վրա հարձակվի, բայց չպատասխանենք, որովհետև դուք չեք կարող խնդիրները լուծեք։ Որովհետև ամբողջ երկրի մասշտաբով հիմա նոր հարկ եք մտցրել, որպեսզի հատուկ ռազմական գործողությունը ժողովրդի փողերի հաշվին ֆինանսավորեք, որտեղ 70,000 վերելակ պետք է փոխեք ժամկետն անցել է, մի հատ հրամանագրով ժամկետ եք երկարացնում, այսինքն մարդը որ վերելակում վթարի ենթարկվի մեռնի, ժողովուրդ ջան ինքն է մեղավոր, Պուտինը ժամկետը երկարացել էր, այդ վերելակը պետք է 2026 թվականին աշխատեր մինչև 30 թիվը, կապ չունի որ շահագործման ժամկետն անցել է դարձել է վտանգավոր, բայց Պուտինը ստորագրել է ժողովուրդ ի՞նչն է վտանգավոր։ Այսինքն մեղավորը մեռնողն է, ժողովուրդ ջան։ Այս մարդիկ 70,000 վերելակ չեն փոխելու, իրանց պատերազմը պետք շարունակել։ Եթե չշարունակեն, խնդիր ունեն։ Քարտերով միտեղ սնունդ են բաժանում, միտեղ չգիտես հերթ են կանգնում։ Էս է վիճակը։ Ու այս երկիրն է ցանկանում Հայաստանին տիրանը, չէ, Հայաստանի ցանկանում են, որ Ռուսաստանը շարունակի Հայաստանի գլխին տեր կանգնի, ախր։ Այնց չէ, որ ինքը անում է, մենք է դիմադրում ենք։ Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան ասել է, Միացյալ Նահանգները հաստատել է իր պատրաստակամությունը վավերացնել անվտանգության երաշխիքները կոնգրեսում։ Այսինքն իրանք ասում են, չէ, չենք ուզում մի հատ թուղթ, որը նախագահը ստորագրի եւ ուժի մեջ չի մտնի։ Մենք ուզում ենք անպայման այդ փաստաթուղթը անցնի կոնգրեսով, որպեսզի մենք լիարժեք ստանանք, որտեղ ասա Բուդապեշտի մեմորանդումն էլ 94 թվականի դեկտեմբերի 5-ին Ամերիկան մեզ երաշխիք տվեց, հետո արդյունքում ինչ եղավ։ Ռուսաստանը հարձակվեց մեզ վրա, Ամերիկան հա օգնեց, բայց այնքան չօգնեց, որ մենք հաղթենք, հիմա էլ Ամերիկայի այս նախագահն եկել է, ասում է գնանք բազարի նստենք Ռուսաստանի հետ։ Կոնգրեսը թող հաստատի, որ մենք այդ երաշխիքը տեսնենք։ Այնուհետև նրանք կտրամադրեն անվտանգության պահուստ խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, չնայած որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չեն լինի, որտեղ Ուկրաինայի շահերից էլ է բխում Ամերիկա, որն են եվրոպական զորքեր, երկու կողմն էլ համաձայնվել է Ռուսաստանն է շատ ծանր տանում, ասում է ոնց թե զորքեր, բայց դու չես պատրաստում հարձակվես, ինչ ես հուզվել։ Իսկ հիմա այդ հարցի հետ կապված Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք ծառայել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Ալյասկայում ձևավորված այդ փոխըմբռնումները ունեն հիմնարար նշանակություն։ Նրանք կարող են խթանել կարգավորման գործընթացը եւ ապահովել առաջընթաց, նշել է Պեսկովը։ Այսինքն նույնիսկ լացուկոսները դրել են, ասում են վերադառնանք այն խոսակցությանը, որը Ալյասկայում Թրամփը մեզ խոստացել է, այն է ժամանակը անցել, չի լինելու դա։ Ոնց որ միջև այսօր ասում են 2022 թվականին ախր Ստամբուլում համաձայներ է Ուկրաինան բանակցությունների, ախր ոնց ով խանգարեց, ինչ կատարվեց, այնխեղ Ջոնսոնի վրա էին գցում, սա ինքն էր մեղավոր, չնայած մեղավորը չէր, ճիշտ էր արել։ Հիմա էլ ասում են ախր Թրամփին ժողովուրդ հերիքա լացը լեկեն ինչ, արդեն իրավիճակա փոխվել։
Բայց բեկետը ինչ շանտաժ է անում Պեսկովը։ Պեսկովի խոսքով Մոսկվան չի պատրաստում հրապարակել պայմանավորվածությունների մանրամասները, ընդգծելով, որ բանակցությունները պետք է իրականացվեն փակ ձևաչափով։ Այսինքն այն ինչ որ համոզել են խոստացել է գործարքի գնար Թրամփը։ Հիմա Թրամփը այս խոսքից հետ է քաշվել, որտեղ տեսնում է դա չի կարողանում անի։ Եթե Ուկրաինայի հետ կապված չի համաձայնվում, այն մյուսն էլ չի լինում։ Սրանք մի շանտաժ են անում Թրամփին, ասում են տես, այդ որ բանակցել են գաղտնի է, բայց այդ գաղտնին շատ գաղտնի չի մնա, եթե հանկարծ մեր ուզածը չանես, չի անելու ձեր ուզածը, որտեղ ինքը չի կարա դրա տակից դուրս գա, դեմը ընտրությունները։ Մեկ էլ ստեղ մի հատ հարց էլ կա, ես դա ձեզ ասեմ, որ նաև մեզ հետաքրքրող էլի Երուսալեմ Պոստը ինչ է ասում։ Մենք, այսինքն Իսրայելը, ասել ենք ամերիկացիներին, որ միայնակ հարված կհասցնենք, եթե Իրանը հատի այն կարմիր գիծը, որը մենք սահմանել ենք բալիստիկ հրթիռների համար։ Իսրայելը մշտապես հետևում է Իրանի ներսում իրադարձությունների զարգացմանը։ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են, որ իրանական բալիստիկ հրթիռների ծրագիրը սպառնալիք է Իսրայելի գոյության համար։ Մտավախություն կա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ընտրել մի քանի թիրախ, հայտարարել հաջողության մասին եւ թողնել Իսրայելին հետևանքների հետ առերեսվելու համար, ինչպես եղավ հուսիների դեպքում, այսինքն Եմենի։ Նրանք մասնակի միջոցներ են, որոնք չեն վերացնի հիմնարար սպառնալիքները։ Հիմա այստեղ խնդիր է կայանում նրանում, որ այս ինչ որ հիմա ասում է, Իսրայելը հասկանում է, որ մենք շատ ենք խոսել այդ մասին, որ խնդիրը լուծում չունի այս պահին։ Ժամանակ են տալիս Իրանը կարող է բալիստիկ հրթիռ ստեղծի, ժամանակ չեն տալիս, այսօր պետք է Ամերիկան հարվածի, Ամերիկան այսօր պատրաստ չի հարվածել։ Իսրայելը մտածում է, գուցե ես կհարվածեմ, փաստի առաջ կանգնացնեմ Ամերիկային, բայց դա էլ է վտանգավոր տեսնում, որովհետև այնուամենայնիվ պատասխան հարված կարող է ստանա, որը ծանր հարվածների մինչև Ամերիկան օգնության գա։ Այսինքն դրա համար ինքը փորձում է ամեն ինչ անել, որ ասի այո ես կարող եմ հարվածեմ, բայց ամեն դեպքում սպասում է Ամերիկայի համաձայնությունը, որ իր հարվածելուց հետո Ամերիկան կմտնի process-ի մեջ։ Այս պահին դեռ պատրաստ չի Դոնալդ Թրամփը եւ որոշակի հաշվարկներ անելով աշխարհի տարբեր տեղերի հետ կապված զարգացումների։ Դա է պատճառը, որ հիմա Իսրայելը հասկանում է, որ ժամանակը ի վնաս Իրանը աշխատում։ Ու անկեղծ ասած ինքը տենց էլ չգիտի թե ի վերջո ինքը ինչ է ուզում։ Եթե ինքը 100%-ով իմանար ինչ է ուզում, Թրամփին կհամոզեր։ Բայց հիմա 100%-ով ինքը չի հասկանում, այսօր խփելն է ճիշտ, թե այսօր խաղաղության գնալ համաձայնվել, բա որ հետո ավելի ծանր հարված լինի, Թրամփն էլ արդեն գնացած լինի։ Այնպես որ սա էլ է մեզ համար խնդիր, որովհետև եթե իրանք խնդիրը չեն լուծում, դա նաև վերաբերվում է մեր հարևանին, մենք հասկանանք տարածաշրջանը կայուն չի։ Դե լավ, այսօր շատ չհոգնեցնեմ ձեզ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։